Բարև ձեզ և բարի գալուստ update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրը հաստատել է 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսությունների ֆինանսական և արտադրական կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ։ Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ, միևնույն ժամանակ պարտադիր պետք է հանդիսանան ավելացված արժեքի հարկ վճարող։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով. 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Ծրագրի շրջանակում կարևոր է, որ կերը պետք է ձեռք բերված լինի պարտադիր սերտիֆիկացված, այսինքն պետք է լինի սերտիֆիկացված կեր, որը համապատասխանի եւ ԵԱՏՄ եւ ԵՄ ստանդարտներին, մնացած կետերը արդեն վերաբերվում են այն, այսպես ասած, մեխանիզմներին, թե ինչպես կարող են տնտեսվարողները դիմել, որպեսզի այս աջակցությունը ստանան։ Վիճակագրության կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները։ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով։ Այս մասին կառավարության նիստին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պիտի արձանագրեմ, որ վիճակագրության կոմիտեն հրապարակել է սահմանված ժամկետում այս շաբաթվա սկզբին տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով, այսինքն մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ, իհարկե առաջատարը շարունակում է մնալ շինարարությունը եւ ծառայությունները եւ նաեւ արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է, նույնը վերաբերվում է ավելի լավ ցուցանիշներ ունենք արդեն հունվար-հունիս կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.9%, արդյունաբերության աճը 10%, 18%, շինարարությանը 124% եւ ծառայություններինը ներողություն 24%, 10% եւ ծառայությունները 11% ակտիվության ցուցանիշը աճել է։ Իհարկե գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ելի եմ ասում, ես ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ նաեւ մենք գյուղատնտեսությունում առանց այս մեր ընթացիկ խնդիրների մենք ունեինք նույն որոշակի նվազման process-ները եւ այդ ամեն ինչը կապված էր առաջին հերթին գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, բայց տնտեսական ակտիվությունը բավականին լավ է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջերս հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվեց ջրամբարներին վերաբերող հարցեր։ Դրանցից մի քանիսը հաստատվեցին եւ մեկնարկեցին իրականացման աշխատանքները։ Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսելով ջրամբարների թեմայի մասին նշեց, որ ունենք 3 ջրամբար՝ Քասախի, Լիչքի եւ Ելփինի, որոնց նախագծերը պատրաստ են։ Դիմել են ֆինանսավորող կազմակերպություններին ներքին ենթակարգերը համաձայնեցնելու համար եւ մինչեւ այս տարվա վերջ պետք է սկսեն դրանց կառուցման աշխատանքները։
մենք շատ ենք խոսել այն մասին, վերջերս էլ հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկեցինք ջրամբարներին վերաբերող հարցեր եւ մի քանիսը հաստատել եւ ըստ էության մեկնարկել ենք դրանց իրականացման աշխատանքները։ 3 ջրամբարներ ունենք, որոնք են Խասախի, Լիճքի եւ Ելփինի ջրամբարները, որոնց համար նախագծերը պատրաստ են, դիմել ենք ֆինանսավորող կազմակերպության ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու եւ մինչեւ այս տարեվերջ պետք է սկսենք դրանց կառուցումը, կհայտարարենք մրցույթ կառուցող կազմակերպություն ընտրելու համար։ Սրանք իհարկե Վեդու ջրամբարի նման մեծ ջրամբարներ չեն, Վեդին մեզ համար 30 միլիոն խորանարդ մետրանոց է եղել, Խասախինը կլինի 10 միլիոն խորանարդ մետր, Լիճքինը կլինի 4 միլիոն խորանարդ մետր, որը Սյունիքի մարզում Լիճքն է, եւ Ելփինը, այո, եւ Ելփինինը կլինի 1 միլիոն խորանարդ մետր, այս նույն համագործակցության շրջանակում վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթեկի 1.5 միլիոն խորանարդ մետրանոց եւ նաեւ Աստղաձորի արդեն Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խորանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկատնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը, ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ, շուտով նորից փուլերով կունենանք դրանց վերաբերյալ եզրակացությունները հերթական, կգանք ներդրումային կոմիտե եւ կգնանք դրանց իրականացման ուղով։ Շարունակենք կառավարության նիստի թեման։ Այս տարի Վարչաֆեստ 2026 մրցույթ փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-ից 22-ը Սևանա լճի ափին։ Նախատեսվում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որն օգտագործվում էր Սևան ստարտափ սամիթի շրջանակում, քանի որ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Այդ մասին կառավարության հուլիսի 30-ին նիստին ասաց ԳԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնելով, որ փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա։ Մշակույթի եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանումը եւ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա, ունի հենց այդ առաքելությունը նպաստել մեր երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը եւ տաղանդի դրսեւորմանը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության, մշակութային կյանքի զարգացմանը, կազմակերպելով Սևանա լճի ափին այս երաժշտական մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործում է նաև Սևան ստարտափ սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են, մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ է ներկայացվել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, ունենք նաև հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն միջև վերջնական փառատոնը։ Առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա։ Երկրորդ փուլը անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ միջև 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները, կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայիս կազմով վերջին նիստն անցկացրեց այսօր հուլիսի 30-ին։ Դրա ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առթիվ Կիրակի օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարական է տալու սահմանադրությամբ նախատեսված կարգով, որից հետո երկրի նախագահը վարչապետը նշանակելու խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կառավարության այս կազմի անդամներին, նշելով, որ նրանց մի մասը գործունեությունը շարունակելու է այլ ոլորտներում։ Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով եւ այդ օրը սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք Կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին եւ հետեւաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ։ Ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչի արդյունքների մասին խոսել ենք եւ խոսելու առիթներ էլ կունենանք, բայց մեր մի շարք գործընկերներ, ովքեր այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու։ Ես էլ մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար, իհարկե այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունենք եւ ունեցել ենք այս ընթացքում, մեր գործընկերները իրենց անհերքելի ներդրումը ունեն այդ ամենում, դե դժվարությունները եւ բարդությունները պահում ենք մեզ։ Մեր գործընկերներին հաջողություն մաղթելով իրենց հետագա գործունեության ընթացքում։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված էր Ահարոն Սահակյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ տարածքային կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասով եւ 5-րդ մասի առաջին կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից, նշվում է նախագծում։ Կառավարության նիստից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով, որտեղ խոսեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը որոշել է ունենալ այլընտրանքներ, քանի որ մինչև սա Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, այդ թվում քաղաքական առումով։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետը անդրադառնալով ուժեղ Հայաստանի բարեգործություն անելու խոստումներին նշեց, որ մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եւ դրան պետք է լինի նաեւ համապատասխան արձագանք։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում եւ դրան պետք է նաեւ լինի համապատասխան արձագանք, որովհետեւ եթե կա բարեգործության հարցը,
թող բարեգործները չթալանեին ճակերտավոր ժողովրդից, էլի եմ ասում, հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Մենք չէ։ Իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Ընդ որում թալանվածի տրամաբանությունը եւ թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։ Էլի եմ ասում են բանակին էս են կարել։ Զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք։ Չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարի էր, չէ՞, սեպտեմբեր։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Այսինքն դա էլ չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավար է ընդամենը, ման թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ 2 տարի առաջ, որովհետև ես բանից, դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանի մի առիթով ասել եմ, ամոթ է, գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է։ Ոնց որ գոմը լինի։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք, 2 կոպեկ փող դնեք, մի քիչ կարգի բերեք։ Մուտքի հատվածը Նացեք նայեք վերևից, կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Հիմա Փառք Աստծո անցել է պետության կառավարմանը։ Եվ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք բանից։ Ինչքան հեծում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը նոր բարեգործություններ անելու ավելի մեծանում է։ Հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ։ Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Ուրիշ մնացած տեղերում ուրեմն դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման։ Ճեպազրույցում վարչապետը հայտնեց, որ Նազենի Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում իր պաշտոնավարումը։ Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազենի Բաղդասարյանից եւ ներկայացրեց նոր խոսնակին։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ինչպես գիտեք, Տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի դերում իր պաշտոնավարումը, ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել եւ առիթից ուզում եմ օգտվել եւ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանիա Հարությունյանը, համեցեք Տիկին Հարությունյան, եւ հույս ունեմ կհաջողվի համագործակցել եւ իհարկե մեր այս քննարկումների ձևաչափը առաջիկայում կպահենք եւ կպահպանենք։ Շնորհակալություն այսքանը Տիկին Հարությունյան, ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Շարունակենք թողարկումը։ Գյումրիում ձերբակալվել է Հայաստան դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա ձերբակալվել է ընտրակաշարք տալու ստանալու գործի շրջանակում։ Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալեցին Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Արա Նախշքարյանին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, կատարվում են քննչական գործողություններ։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքներով։ Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը, կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ Աշոտյանը կալանավորվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Հուլիսի 3-ին առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը եւս 1 ամսով, ինչից հետո պաշտպանական կողմը դատական ակտը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում։ Քրեական վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման եւ փողերի լվացման դեպքերին։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ամփոփվել է քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները եւ առաջիկա առաջնահերթությունները, ծառայության զարգացման, անվտանգության ամրապնդման, վերասոցիալականացման ծրագրերի, աշխատանքային պայմանների բարելավման եւ մի շարք այլ ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այց է կատարել հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է հավերժության տաճարի եւս 3 մույթերի հիմնանորոգման եւ թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղեկացնելով, որ շինարարության եւ բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էվա Սունդկվիստին։ Հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները, բարձր տեխնոլոգիաների հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաեւ անվտանգ ու վստահելի թվային հաղորդակցության ուղղություններում։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում գտնվող չինական ընկերությանը պատկանող շենքի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով 1 աշխատակից է զոհվել։ Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Ադվանը հայտնել է, որ հարձակման հետևանքով շենքը զգալի նյութական վնասներ է կրել եւ որ իշխանությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել միջադեպի առնչությամբ։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով։ Թրամփը իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետ քաշումը Իրանի հարվածներից հետո։ Հուլիսի 28-ին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է իրանական բալիստիկ հրթիռների կալանման մասին։
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 30-ին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանը։ Սուրի շրջանի մի քանի բնակավայրերում պայթյուններ են տեղի ունեցել։ Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Հրապարակումներ կան, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի եւ նրա արվարձանների վրայով։ Իսրայելի բանակի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրը հայտնել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն գա հարավային Լիբանանի գրավյալ տարածքներից, մինչև իր երկրի անվտանգությունը չապահովվի։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 28-ի դրությամբ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներին է 12236-ի։ Գործակալության փոխանցման պապաստարաններում տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասել է 27132-ի։ Լիբանանը ներքաշվել է մերձավոր արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ Հեզբոլահը ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Ռուսական ուժերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Լվովին։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել է 2 բազմահարկ բնակելի շենք եւ ոչ բնակելի շենք։ Լվովի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ տուժել է 15 մարդ, փլատակներում մարդիկ են մնացել։ Կիևում էլ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել։ Կիևի մարզում հարվածների հետևանքով 5 մարդ տուժել է։ Կրիվոյ Ռոգի արվարձանում մասնավոր տանուղությամբ հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան աղջիկներ եւ եւս 8 մարդ տուժել է։ Եվրահանձնաժողովը Կիևին 3.47 միլիարդ եվրո է հատկացրել որպես նոր տարանցիկ վճարում հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ կործանիչների ձեռքբերման համար։ Եվրահանձնաժողովը այսօր 3.47 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման մասի շրջանակներում։ Այս տարանցիկ վճարումը ծածկում է անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հեռահար ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ շվեդական Gripen կործանիչների գնումները, ասվում է հայտարարությունում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ հարվածային սպառազինության մատակարարման պլանը օգնություն է ուկրաինական երկինքը եւ մարդկանց պաշտպանելու գործում։ Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են զբոսաշրջային հատվածներին Անտալիա եւ Մուղլա նահանգներում։ Իշխանությունները սկսել են մարդկանց տարհանումը։ Տներից արդեն մի քանի 100 մարդ է հեռացել։ Գրանցվել է հրդեհի 90 օջախ։ Անտալիայում փակվել է տարածաշրջանի առանցքային ճանապարհը։ Մուղլա նահանգում իրավիճակը ավելի բարդ է։ Այնտեղ 5 խոշոր հրդեհ է գրանցվել։ Դրանք հանգցնելու համար գրեթե ամենուր գործարկվել է ավիացիան, ավելի քան 100 ուղաթիռ եւ գրեթե 30 ինքնաթիռ։ Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 3000 մարդ։ Աղետի պատճառ է դարձել սաստիկ տապը։ Այս օրերին ջերմաստիճանը հասնում է 52 աստիճանի։ Եվ շարունակելով թողարկումը, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան փողոցում։ Նալբանդյան 102 եւ 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի։ Եվ վերջում եղանակի մասին։ Հուլիսի 30-ից 31-ը, օգոստոսի 1-ից 4-ը Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհային իրավիճակ։ Երևանում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանցին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին եւ 3-ից 4-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի գիշերը, օգոստոսի 1-ից 2-ը երեկոյան առանցին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 31-ից 3-ը, օգոստոսի 3-ից 4-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս թողարկման լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։